Հարությունյան Ձյաննա, հայկական համալսարանի շրջանավարտ։ Նախ շատ շնորհակալություն է ժամանակի համար, որ հատկացրել եք մեզ այսօր։ Մենք շատ խոսեցինք անցյալից, շատ հարցեր տվեցինք անցյալից, իմ հարցը ավելի շատ ապագայի մասին է։ Ըստ ձեզ ինչպիսի երկիր պետք է ձգտեն կառուցել, որպեսզի այն կենսունակ լինի եւ ինչպիսին պետք է լինի ազգային իշխանությունը, հաշվի առնելով նաեւ անցյալի քաղաց դասերը։ Գիտեք, այն երիտասարդները, որոնք հիմա ղեկավարում են, երիտասարդ պայմանական ասեմ, որովհետև երիտասարդ ասելով տարբեր մարդիկ տարբեր բան են հասկանում, ճիշտ ասած։ Ես հասկանում եմ մինչև 50 տարեկան երիտասարդ ասենք։ Հիմա մարդ կա, որ 20 տարեկանին է երիտասարդ անում։ Շատ հետամնաց են։ Իրանք ժամանակի մեջ հետ են ընկել։ Ասեմ ինչի համար։ Սառը պատերազմը, որ ավարտվեց, մի հատ նոր ժամանակաշրջան սկսվեց, որը կարելի էր անվանել ոսկե դար։ Թվում էր, որ ազգային տարբերությունները կամաց նվազելու են, ստեղծվում է համաշխարհային մի հատ հանրություն, մարդու իրավունքները, կենդանիների պաշտպանությունը, էկոլոգիան, ազնվությունը, իրար հետ պատերազմներ պիտի չլինեն։ Այդպիսի մի հատ բաներ, պատրանք էր ստեղծվել եւ երիտասարդներին, սորոսները, մյուսները տենց սովորացնում են, եկեղեցին հետամնաց բանա, ազգային հետամնաց, պետությունը ինչ կարևոր է, կարևորը մարդիկ բոլորը հավասար են իրար բան լինեն։ Ու այդ կուրսերը, ու կարճատև կուրսեր էին անցկացվում, որտեղ այդ մտքերը շատ խորը չեն, 3 ամսում կարաս մարդուն բան անես։ Բոլոր այդ 3 ամսանոց կուրսերը անցել են, ու իրանց թվում է, որ եթե մենք եկեղեցի ենք ասում կամ ազգային ենք ասում, մենք հետամնաց ենք։ Չէ, իրանք են հետամնաց։ Դուք հիմա տեսնեք աշխարհում ինչ է կատարվում։ Հենց այս Ուկրաինայի Ռուսաստանի պատերազմը, Տրամպը բանը, այսինքն ընդհակառակ աշխարհը վերադառնում է իր բնականոն վիճակի։ Ես իմ ուսանող ժամանակ էլ ես հիշում եմ մենք վիճում էինք, որտեղ տեսություն կար, որ ուշ թե շուտ լինելու է համաշխարհային բան, այդ կառավարություն, բոլոր ազգերը կամաց իրար հետ զուլվելու են, երևի մի լեզու կմնա ու մարդկությունը երջանիկ ապրի, այսինքն դա նոր բան չի, դա էտոպիան միշտ մարդկանց մոտ եղել է։ Ես միշտ կողմնակից եմ եղել, որտեղ այդ տարիքներին ես կարդացել եմ Կանտին ու ես միշտ կողմնակից եմ եղել իր սկզբունքին։ Չեմ դու կարդացել եք թե չէ, Կանտը ունի ազգերի մասին, մի հատ փոքր հոդված է։ Ինքը նկարագրում է ինչ է նշանակում ֆրանսիացի, ինչով է ֆրանսիացին տարբերվում գերմանացուց, գերմանացին ու իտալացի մեջ ինչ տարբերություն կա, լեհերի մասին գրում առհամարական, ասում է դարձեն այն ժողովուրդն է, որ լրիվ իրան կորցրել է ժողովուրդ արդեն չկա։ Հայերի մասին գրում է դա զարմանալի մի ժողովուրդ է, որը Եվրոպայի մի ծայրից մինչև արևելքի մյուս ծայրը զբաղված է առևտրով, ձեռներեցությամբ եւ բոլոր ժողովուրդների բանն է վայելում, ուղղակի տեղս քիչ է, չեմ ուզում հիմա հայերի մասին այդտեղ գրեմ։ Այդ հոդվածի ընդհանուր եզրակացությունը նա էր, որ այդ բոլոր ազգերի տարբերությունները իշահեն մեր ամբողջ աշխարհի մարդկությանը, որտեղ նրանք գտնվում են մրցակցության մեջ, ամեն մեկը ունի իր առավելությունը։ Օրինակ, ղարաբաղցիները լավ կռվող են, չէ՞։ Ասում լավ էլ բիզնեսմեն են։ Գյումրեցիները լավ արվեստով են զբաղվում։ Այսինքն մենք Հայաստանում ունենք այդ բազմազանությունը եւ պետք չի որ բոլոր իրար նման լինեն։ Դրա համար ինք ասում են այդ ազգերի խառնվելուց դա միայն կատաստրոֆա է աշխարհի համար։ Պետք է մնան այդ ազգերը իրար հետ մրցակցեն ու այդ մրցակցությունը զարգացնում է աշխարհը։ Դա իմիջիալոց այդ հարցը մենակ մեզ չի հուզում։ Ռեյգանը, որ նախագահ էր Միացյալ Նահանգների, ինքը զարմանալի ձևով շատ էր հետաքրքրվում այլ մոլորակայիններով, բանով, իրանց արխիվներն էր կարդում բան եւ մի քիչ ինքը մի հատ իր ելույթի մեջ բան ուներ, արտահայտություն ուներ։ Ասում են, չէ, մարդկությունը պիտի առանձնացված գնա, մենք կմիավորվենք իրար հետ մենակ այն դեպքում, եւ թե արտաքին վտանգ լինի մեր մոլորակին, այդ դեպքում հակը միաձուլվենք, մնացած դեպքերում իմաստ չունի։ Ես էլ այդ տեսակետից գտնում եմ, որ մենք պետք է մեր ազգային պետությունը կառուցենք, ազգային պետությունը պետք է լինի ուժեղ ասելով ես նկատի ունեմ պետություն, որը ոչ թե ուրիշներից է մի բան վերցնում, այլ որ ընդհակառակը թույլերին կարողանում է օգնել։ Ուժի հպարտությունը մի բան տալն է, ոչ թե մի բան վերցնելը։ Երկրի ներսում այս համակարգը, երբ որ ամբողջ ժողովուրդը բանակով կեր են գնում, ով է զոհվում, մեծ մասամբ աղքատ մարդկանց երեխաները։
ով է վայելում այն մարդիկ, որոնք որ այդ միլիոնատերները, իրանց թվում է, որ իրանք շատ խելոք են, որ իրանք այդտեղ են։ Ես ազատ ձեռներեցության կողմնակից եմ։ Բայց ես կողմ չեմ, որ առաջանում են հարուստ մարդիկ, որոնք ուզես իրաց կապիտալը կարան տանեն ու ոչ մի պատասխանատվություն երկրի առջև չեն կրում։ Եթե մենք միասնական թիմ ենք, միասնական պայքարում ենք մեր արժեքը բարձրացնելու համար, ուրեմն ինչ որ բաշխման մեջ էլ պիտի լինի հավասարությունը անհնարին բան է եւ պետք էլ չի, բայց ինչ որ արդարություն պետք է լինի։ Դամար ես կողմնակից եմ, օրինակ ես ժողովրդավարությանը կողմնակից եմ, ես կողմնակից եմ ազատ ձեռներեցությանը, բայց ես գտնում եմ, որ նրանց մեջ մենք պետք է էլեմենտներ մտցնենք առանց հաշվի առնելու, թե արևմուտքը ինչ կմտածի։ Ինչքան մենք մտածում ենք արևմուտքը ինչ կմտածի, այնքան փչացնում ենք մեր երկիրը, իսկ ինքը մեկը մեր մասին վատ է մտածում, որտեղ ինքը մեզ համարում է նացիոնալիստ։ Ես կուզենայի մենք ունենայինք, ես գտնում եմ, որ Արցախը ոչ մի դեպքում պետք չի հրաժարվել Արցախից, մենք պետք է այնպես անենք եւ վեապարը հիմա որ այդ Շվեյցարիայում եկեղեցիների ժողով դա հարցը բարձրացնի, որտեւ արևմուտքի հասարակությունը, արևմուտքի քաղաքական գործիչները կարող է լինեն տգետ, կարող է լինեն իրանց անձնական շահը կամ պետական շահը իրանց հասկացած ձևով առաջ տանող, բայց արևմուտքի ժողովուրդները դաստիարակված են արդարության գաղափարի վրա եւ այդ գաղափարի վրա պետք է խաղալ։ Այդ գաղափարը պետք է օգտագործել բոլոր միջոցները վերաբնակեցնելու, որոշակի ինքնակառավարում ունենան եւ պաշտպանվեն ուրիշ։ Շատ դժվար խնդիր է, բայց այդ խնդիրը պետք է անպայման լուծել։ Հայաստանը Ադրբեջանի հետ, հա, ես կողմ եմ, որ մենք խաղաղություն անենք, չպատերազմենք իրար հետ, բայց սահմանները, եթե մենք վերտենք 88 թիվը, մինչև այս ամեն ինչը սկսվեց, անկլավներ պիտի չլինեն։ Անկլավ դա նշանակում է ոչ թե նոր պատերազմի հնարավորություն, այլ ոչ որ դրտես պատերազմին։ Պատկերացրեք այն անկլավներ են, որ Հայաստանում 7 հատ կարծեմ ունեն իրանք, մենք էլ մի հատ Արցախաշեն ունենք։ Մեզ նա պետք չի, իրանք էլ պիտի սա պետք չգա։ Իրանք եթե մտնում են այդտեղ, իրանք էլ արագ բազմանում են, իրանք միշտ հնարավորություն ունեն ասել, որ մեր բնակչությանը ձեռ են տվել, գնում ենք մեր բնակչությանը պաշտպանելու, անպայման պիտի դրանից հրաժարվել, բնականը։ Եվ ստեղծել կարգին մի հատ պետություն, որ մարդ-մարդավայել կարողանա ապրել այդ պետությունում ու հպարտանա։ Եվ հիմա մենք որ ասում ենք մրցակցություն ազգերի մեջ, մի ժամանակ մրցում էին իրար հետ պետությունները միայն։ Հիմա աշխարհում շատ հետաքրքիր մրցակցություն է սկսվել ուրիշ ձևի։ Որոշ երկրներ օգտագործում են իրանց սփյուռքին։ Օրինակ Հունգարիան իր սփյուռքից բաներ ունի պարլամենտում, անդամներ ունի, Իտալիան օգտագործում է, Իռլանդիան, բոլորը իրենց սփյուռքը օգտագործում են, այսինքն մրցակցությունը արդեն ոչ թե միայն պետությունների մեջ է, այլ ցանցով աշխարհով մեկ սփռված ժողովուրդների մեջ է, ով լավ կազմակերպի նա բանը մրցակցային առավելություն է ստանում։ Կամ մրցակցություն տրանսնացիոնալ ընկերություններ կան, որոնց բյուջեն ավելի մեծ է, քան մի քանի երկրի բյուջե միասին։ Նրանք էլ իրենց կողմից են։ Իմ համար դա շատ չար մրցակցություն է իրանցը, որտեղ եթե քաղաքական գործիչներին ժողովուրդը ընտրում է եւ գիտի ումից պատասխան ստանա, իսկ այդ մեծ ընկերություններից նույնիսկ հայտնի չի թե ով է ղեկավարում այդ ընկերությունը։ Օրինակ Black Rock-ով է ղեկավարում, գիտեք։ Լսել եք Black Rock։ Հա, բայց ով է ղեկավարը։ Հա, մի հատ կհիշեք կամ չեք հիշի։ Այսինքն ինչ որ մի հատ անծանոթ մարդ, որին որ ոչ մեկը չի ընտրել, ուղղակի իր բաներն են ընտրել, այնքան ուժ ունի, ինչքան ուժ 10-15 հատ Հայաստանը ունի։ Բայց տրանսնացիոնալ կամպանիաներն են, որ խորանում ես, բարձվում է, որ երկրի են ծառայում։ Երկրի շահերի են ծառայում։ Ես չեմ կարծում, որ նրանք, որոնք տրանսնացիոնալ են, իրանց համար ազգային արժեքը շատ մեծ նշանակություն ունի։ Օրինակ, տարեկան ձեր կարծիքով որ ասում են կոռուպցիա, փող են լվանում, բանման, տարեկան ինչքան փող է լվացվում աշխարհում։ 1 տրիլիոն 600 միլիարդ դոլար լվացվում է, որից 40%-ը լվացվում է Սիթիում։ Սիթին գիտեք որն է։ Լոնդոնի ներսում մի հատ հատված կա, որտեղ նույնիսկ թագավորը առանց ցույցտվության իրավունք չունի մտնելու։ Իրանց Wall Street-ի այդ տեսակն է, որտեղ առաջի բանկն է եղել Անգլիայի բան։ 40%-ը լվացվում է այդտեղ։ Իսկ Սիթի 40%-ից ավելինը Rothschild-ինն է։ Բայց ես չեմ կարծում, որ Rothschild-ը իր փողերը ծախսում է հանուն հрьяաների։ Հա ինքը հрьяաների կողմն է, բայց իր նպատակը հрья ժողովուրդը չի, ընդհակառակ ինքը մտածում ոնց հрья ժողովուրդը իրան ծառայի։ Մեծ փողերի դեպքում կորում են այդ բաները, հավատացեք ինձ։
Կարդացել եմ, չեմ իմանում։